1945 թվականին ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում ապրող ֆերմեր Լլոյդ Օլսենը որոշեց ընթրիքի համար սպանել իր հավերից մեկին։ Նա կացնով կտրեց հավի գլուխը, բայց հավը չմեռավ։ Ավելին, նա սկսեց վազել, թևերով թափահարել և նույնիսկ փորձել կցցահարել։ Պարզվեց, որ կացինը չէր վնասել ուղեղի հիմնական մասը, այսինքն ուղեղի ցողունը, որը պատասխանատու է շնչառության, սրտի բաբախման և շարժումների համար։ Արյունահոսությունը կանգնեց, և հավը շարունակեց ապրել։ Ֆերմերը անվանեց նրան Մայք և սկսեց խնամել կաթիլով, կերակրելով կաթով և հացահատիկով պարանոցի բացվածքում։ Մայքը դարձավ հայտնի, նրան տարան շրջագայության, ԱՄՆ-ով, ցուցադրեցին որպես հրաշք հավ։ Նա ապրեց 18 ամիս, առանց գլխի, շրջեց երկրով մեկ և նույնիսկ հայտնվեց ամսագրերում, օրինակ Life ամսագրում։ Ցավոք, 1947 թվականին Մայքը խեղդվեց, քնած ժամանակ, երբ ֆերմերը չկարողացավ ժամանակին մաքրել պարանոցը։ Այս պատմությունը հաստատված է բազմաթիվ վկայություններով, լուսանկարներով և նույնիսկ կա տարրական փառատոն Մայքի պատվին։ Զարմանալի է, չէ՞։ Իրականությունը իսկապես երբեմն ավելի տարօրինակ է, քան ֆանտազիան։